Այսօր Երևանը ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժանով նախորդ օրերի ռազմական գործողությունների ժամանակ բավարարվեց միայն ընդհանուր բնույթի հայտարարություններով, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել քաղաքական ճանապարհով։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արդեն ընդունել է Բորդյուժային, նախարարությունը ընդամենը փոխանցում է, որ քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ մի շարք հարցեր ուղղված ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը։ ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության համաձայն երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան հանդիպելու է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ներկայում Հայաստանն է նախագահում կազմակերպությունում։ Փաստորեն միակ աջակցությունը, որ ռազմական գործողությունների ընթացքում ստացավ Հայաստանը, շուրջ քառորդ դար գտնվելով Ռուսաստանի նախաձեռնած ռազմական այդ դաշինքում, արտահայտվեց Բորդյուժայի մամուլի խոսնակի մակարդակով։ Ապրիլի 2-ին ռուսաստանյան Ինտերֆաքս լրատվական գործակալության հետ զրույցում Վլադիմիր Զայնեդդինովը հայտարարեց. ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով, ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են հակամարտության եւ իրավիճակի սրման։ Ավելի հստակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը արտահայտվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինության վաճառքի առնչությամբ, պաշտպանելով Կրեմլի շահերը։ 2013-ի հունիսին ազատության հարցին ինչ կարող է ասել այն կապակցությամբ, որ ՀԱՊԿ անդամ երկրներ առաջին հերթին Ռուսաստանը մեծաքանակ զինտեխնիկա են վաճառում իրենց դաշնակից Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին, Բորդյուժան արձագանքեց. Это бизнес, это рынок, это экономика Российской Федерации. Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան եւ տնտեսությունը, այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներին զենքի վաճառքի դեպքում դուք հարցնում եք Ադրբեջանի մասին, որոշման հիմքում նախ եւ առաջ դրվում է ուժերի հավասարակշռության պահպանումը Կովկասում, եւ այս գլխավոր սկզբունքն է հաշվի առնվել ձեր հարևան Ադրբեջանին զենքի վաճառքի ժամանակ։ При принятии решения о продаже оружия вашему соседу. ՀԱՊԿ հիմնարար փաստաթուղթը հանդիսացող հավաքական անվտանգության պայմանագրի առաջին հոդվածի համաձայն, մեջբերում եմ, անդամ պետությունները մաս չեն կազմի այնպիսի ռազմական դաշինքների կամ պետությունների այնպիսի խմբավորման կամ չեն իրականացնի այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են այլ անդամ պետության դեմ, մեջբերման ավարտը։ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով հարձակողական սպառազինություն վաճառելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ պատերազմող Ադրբեջանին Ռուսաստանը կոպտորեն խախտել է դաշնակցային պայմանագիրը։ Ռուսաստանը ցավոք սրտի կարծեք թե չի էլ գիտակցում, որ այս թեստը սա պարզապես չափազանց մեծ գին կարող է արժանալ իր համար, որովհետև իր ստեղծած եւ իր գլխավորած անվտանգության համակարգը, որը անվանվում էր Պուտինյան ՆԱՏՕ կամ հավակնում էր դառնալ ՆԱՏՕ-ին համարժեք ինչ-որ մի բան, պարզապես արդեն իսկ գոյություն չունի։